բարի լույս, խաղաղ, ուրախ, լուսաբաց բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, խաղաղություն աշխարհին, առողջություն, երջանկություն, հույս, հավատ և սեր բոլորիդ, այս եմ մաղթում բոլորիդ, սիրելիներս, թող բոլորիս լուսաբացը լինի բարի, ինչպես եք սիրելիներս, ես լավ եմ, գիտեմ, որ դուք էլ եք լավ, արդեն իմ կոֆեն դրել եմ, բերել եմ, եկեք միասին կոֆե խմենք, մի փոքր զրուցենք, նոր անցնենք խոհանոց, ինչ եփելու հարցը լուծենք, սիրելիներս, բայց միջ խոհանոց անցնելը գնումներ է կատարել որդիս մի փոքր, ցույց կտամ, հետո նոր կանցնեմ խոհանոց և պատրաստեմ համով հասարակ փլավ բրինձով և սմբուկը տապակած, ժարի տարած Բադրջան, հիմա կոֆեն խմեմ, ցույց տամ գնումները, նոր անցնեմ արդեն խոհանոց, հիմա սիրով ցույց եմ տալիս գնումները սիրելիներս, գնել է սպունգ ամաները լվանալու համար, գուբկա, սա էլ ատամները լվանալուց հետո, որ բերանը նորից ողողենք, այստեղ գնել է սիրելիներս, հեղուկներ տարբեր տեսակի մաքրող, ամեն տեսակի էլ կա, գազի համար, սանհանգույցի համար, ամեն տեսակի, 3 հատ վերցրել է, շատ լավ մաքրում են, սիրելիներս, սա սանհանգույցի համար է, այստեղ գնել է շամպունь տղամարդու համար, տղա թոռիս համար, այստեղ կրեմ է փափկեցնող երեսի, սա ատամի պաստա է, շատ լավ պաստա է, հեղուկի նման, այստեղ ամեն օրվա օգտագործվելու պակետ, սա էլ, որ ափսեների մեջ պանիր, ինչ-որ բան ես դնում, ամեն օրվա, ամեն անգամվա պակետ է, ծածկես դնես, շատ լավ մնում է, զառնարանի մեջ, գնել է ատամի չոփիկ, այստեղ գնել է սպիրալ, լավ փայլեցնում են, լամպուշկայի սպիրալ է, շատ ընտիր փայլեցնում է, սա էլ սեղանի շոր է, չնայած հիմավա կաթսաները չենք փայլացնում, բայց ունենք կաթսաներ, որ փայլացնում ենք, սա էլ իմ ճշման դեղն է, այստեղ երեխաների մալմելադ, շատ են սիրում այս տեսակի մալմելադներ, սա էլ շարիկներ է, կանֆետ, շոկոլադ, արախիս է շոկոլադի մեջ, սա էլ նույնից է, արախիս շոկոլադով, սա կարծեմ նուշով է, երեխաներին կոնֆետ սնիկերս և միլքի մեյ, չիպս, ինչպես միշտ չիպս անպակաս է, սիրում են բոլոր երեխաներն էլ, և հացաման, տեսեք ինչքան գեղեցիկ թեթև հացաման է, ամեն օրվա, այստեղ թաց անձեռնոցիկ, մեծերից է, կարծեմ 100 հատանոց է, սա էլ խոհանոցային անձեռնոցիկ է, օգտագործելու համար, հիմա կոնֆետները բացեմ, կոֆե է դրել հարսս, արդեն կոֆեն բերեց, հիմա այս գնված կոնֆետները լցնեմ վազի մեջ, կոֆեն խմենք, նոր արդեն կանցնենք գործի, համեղ են, միշտ էլ գնում է, համով է, ովքեր էլ մեզ հետ խմում են կոֆե, անուշ խմեք սիրելիներս,
Սիրելի հետևորդներ ջան, նաև գնել է աթոռների համար հատուկ կլոր քեչայից կտորներ կա, կպցնում է, հիները մաքրեց, հիմա նորերն է կպցնում։ Շատ ուշադիր է, ճիշտ եք նկատել իմ որդին ամեն հարցում, սիրելիներս, ապրանքի նկատմամբ, մեր նկատմամբ, ամեն ինչում շնորհակալ եմ Աստծուն, որ այսպիսի որդի ունեմ։ Լավ է, քաշելու, որ խաշ չգցեն լամինատը։ Սա վերջինն է մնացել, հերթով բոլորը կպցրեց։ Կոֆեն խմելուց հետո, գնումները ցույց տալուց հետո եկել եմ խոհանոց և պատրաստելու եմ տապակած սմբուկ բրինձով փլավ։ Հիմա սմբուկները մի լավ կլվանամ։ Ինձ թվում է շատ փափուկ սմբուկներ են, սիրելի հետևորդներ ջան, որ ձեռք եմ տալիս, շատ փափուկ են, սպունգի նման են, մաքրելուց կերևա։ Լվանալուց հետո սկսում եմ մաքրել կեղևները։ Եթե մեր հողամասի սմբուկը լիներ, կեղևները չէի մաքրի, քանի որ գնված է, որոշեցի մաքրել, կեղևները մի փոքր կոպիտ են։ Հիմա հերթով կմաքրեմ, սիրելի հետևորդներ ջան, շուտով քիչ մնաց, կգա այդ երազած օրերը մեր, չարչարանքի օրերը, երազում ենք, բայց մի կողմից լավ է, մյուս կողմից շատ ենք չարչարում, դե պետք է չարչարվենք, աշխատենք, որ ունենանք, չէ սիրելի հետևորդներ ջան, առանց չարչարանքի ոչինչ չի լինում։ Այսպես հերթով կմաքրեմ, այդ կոթի մասերը մի քիչ խորությամբ եմ վերցնում, որ դառը չլինի, չնայած ինձ չի թվում, որ դառը կլինի, որովհետև տեսքը լավն է, մնում է շերտատելու ժամանակ արդեն կերևա որակը, կոչ կա մեջը, չկա, բայց թեթև է։ Որոշել էի այրոգրիլի մեջ խորովեի, կարագով պատրաստեի, վրան էլ ձու ջարդեի, բայց որդիս ուզեց, որ տապակեմ, ես էլ որոշեցի տապակեմ, ժարի տանեմ, ժարի տարածել են շատ սիրուն։ Հիմա այսպես հերթով կմաքրեմ 5 հատն էլ, սիրելիներս, նոր արդեն կշերտատենք։ Ես շատ եմ սիրում սմբուկ բոլոր տեսակով, թե տապակած, թե իմամբալդի, ամեն տեսակի էլ սիրում եմ, որ պատրաստեմ և ուտեմ, սմբուկ շատ եմ սիրում, իրոք, մանավանդ ամռանը, խորովում ես, տաք հաց, պանիր, սմբուկ, շատ համեղ է լինում, առանց յուղի, հենց ուղղակի խորոված, կեղևները մաքրես, նստես ու վայելես։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, 2 սմբուկը առանց ձեզ շերտատել եմ և աղել եմ, երրորդը որոշեցի ձեզ ցույց տամ, թե ինչպես եմ շերտատում և ոնց եմ պատրաստելու տապակած։ Շերտատում եմ ոչ շատ հաստ, ոչ շատ բարակ, տեսեք ցույց եմ տալիս, այսպես։ Հիմա կշարեմ տախտակի վրա, որ աղցանեմ։ Մի երեսը կցանեմ սմբուկների աղ, նոր շուռ կտամ, մյուս երեսն էլ կցանեմ։ Շարեմ սմբուկների վրա, քամիչը կբերեմ, կդնեմ քամիչի մեջ։ Հերթով կլցնեմ քամիչի մեջ, թող
իր միջի դառնությունը, ջուրը դուրս տա։ Տեսեք ինչ լավ, ընտիր սմբուկներ են, սիրելի հետևորդներ ջան, մի հատ կոչ չկա, կոշտ չկա, շատ լավ, փափուկ, ընտիր սմբուկներ է գնել որդիս, թող ջուրը քամվի։ Սմբուկները լցրել եմ քամիչի մեջ, մինչ սմբուկներից իրենց ջուրը դառնությունը դուրս կտա, ես էլ կեփեմ բրինձով փլավը։ Արդեն ջուրը դրել եմ գազօջախին, ջուրը համարյա եռում է։ Սիրելիներս, այնքան պետք է բրինձը լվանամ, որ վրայի օսլան գնա, մնա սպիտակ ջուրը։ Եթե օսլան մնա, հատիկ չի լինի բրինձով փլավը, այլ որ լավ լվանում ենք, ջուրը պարզանում է, դառնում է սպիտակ, փլավն էլ հատիկ է լինում։ Հիմա այնքան եմ լվանալու, մինչև սպիտակ ջուր դուրս տա, արդեն իրեն օսլան դուրս չտա, խնդրեմ, տեսակ, արդեն պարզացավ համայդա, մի հատ էլ կլվանամ, նոր արդեն կլցնեմ եռման ջրի մեջ։ Ջուրը արդեն լավ եռում է, քամովի եմ անելու, սիրելիներս, քաշովի փլավ չեմ անելու, խաշելու եմ բրինձը, քամեմ, ավելացնում եմ զգուշորեն աղ, եռման ջրին, մի քիչ էլ լցնեմ, բավական է, և ավելացնելու եմ մի փոքր էլ բուսայուղ։ Ասեմ, որ եռման ջրի մեջ լցնելով բուսայուղն էլ է օգնում, որ բրինձը հատիկները չկպչեն իրար։ Հիմա ջուրը կխառնեմ և բրինձը կլցնեմ, որ եփի։ Լավ կխառնեմ, բերանը կծածկեմ, թող եփի։ Հիմա բրինձը փորձեմ, տեսնեմ, եթե եփվել է, ջրքամեմ։ Բրինձը եփված է, հիմա տանեմ ջրքամեմ։ Հələ տեսեք ինչ յուղով եմ պատրաստում, արդար մաքուր յուղով, սիրելիներս, հատիկ, Հայաստանից է բերված, տապակը տաքացրել եմ, յուղը լցնում եմ, արդեն բրինձը քամել եմ, սառը ջուրն էլ պահել եմ բրինձի վրա, հիմա բրինձը մինչ ջրքամվի, յուղն էլ կհալվի և կյուղեմ բրինձը, բավականին էլ յուղ եմ լցրել, բրինձը յուղ սիրում է։ Հալված յուղի վրա ավելացնում եմ մի փոքր աղ, այդպես յուղը ավելի համեղ է լինում։ Յուղը լավ խառնում եմ, որպեսզի աղը լավ հալվի յուղի մեջ։ Հիմա հալված յուղին կավելացնեմ բրինձը։ Սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք ինչ ընտիր ստացվեց, հատիկ, յուղն էլ տեղը, հիմա կխառնեմ, բերանը ամանի սրբիչով կծածկեմ, կթողնեմ, որ այդպես դամ առնի, հանգստանա և ավելի հատիկները հատիկ կլինեն։
Ամանի սրբիչը փռեմ թավայի վրա, կափարիչն էլ դնեմ մի կողմ, արդեն բրինձը պատրաստ է։ Սկսենք արդեն տապակել սմբուկները բուսայուղի մեջ։ Թավան լավ տաքացրել եմ, մեջը լցրել եմ բուսայուղ։ Հիմա կշարեմ սմբուկները, քամում եմ, տեսեք ջրային մաս չկա։ Հերթով շարում եմ։ Նորից եմ փորձում։ Ոչ մի կաթիլ չի մնացել, ցանցից անցել է, սիրելիներս, հեղուկը։ Հիմա երկու կողմն էլ լավ կկարմրացնեմ, կհանեմ, արդեն կարմրել է, հանում եմ։ Կարմրած սմբուկները կտեղափոխեմ ափսեի մեջ։ Տեսնում եք, ոչ մի կաթիլ բուսայուղ չի պակասել։ Ոնց լցրել եմ, սիրելի հետևորդներ ջան, այդպես էլ մնացել է թավայի մեջ բուսայուղը։ Այս տարբերակով դուք էլ պատրաստեք և կտեսնեք, որ շատ բուսայուղ չի վերցնում սմբուկները։ Հիմա հերթով կշարեմ մնացած սմբուկները, նույն ձևի կշարեմ, մի կողմը կտապակվի, լավ կկարմրի, սիրում եմ, որ լավ կարմրի, շուռ կտամ մյուս կողմը, կկարմրի, նոր կհանեմ, մի քիչ իջեցնեմ գազօջախը, թող ավելի մարմանդ։ Գարուշիկ ջան, ի՞նչ ա եղել։ Ոչ բան չի լե տատը։ Դե մի հատ մեր հետևորդներին բարևի։ Բարև, դες ինչպես եք։ Սիրում ես Բադր ջանի Հա, ժառանգ։ շատ եմ սիրում։ Քո համար էլ անում եմ, հեսա պատրաստ եմ, վերջացնեմ, բոլորս միասին նստենք հացին։ Ապրեինք տղան, ձուն մաքրել ես այսօր։ Հա, մաքրել եմ։ Ապրես, դե գնա։ Հեսա պատրաստ եմ ու հաց տնենք։ Որդուս տղան է, սիրելիներս, մի օր ցույց կտամ, իհարկե մեկ անգամ տեսել եք, արդեն 17-ը շուտով կլռանա, ամռանը, մեծացան, մենք էլ հետները մեծացանք, հիմա համարյա վերջացնում եմ, վերջացնեմ կհանդիպենք սիրելիներ։ Վերջ սիրելիներս պատրաստեցի, վերջացրեցի, թե բրինձը և թե սմբուկները տապակած, սմբուկների երեսն էլ լցրել եմ թարմը և մաղադանոս, հիմա ցույց եմ տալիս, հատիկ է, ընտիր է, սիրելիներս, ոչ մի հատիկ իրար չեն կպել, կարող ենք մատուցել բրինձով փլավը մսեղենի հետ, ձկնեղենի հետ, իսկ ես այսօր կմատուցեմ այսպիսի համեղության հետ, լավ կարմրած, տապակած սմբուկների հետ, շատ լավ ստացվեց, դե ինչ մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, սիրելիներս հաց կերանք, վերջացրեցինք, երկուսն էլ շատ համեղ էր ստացվել, թե բրինձով փլավը և թե տապակած սմբուկը, հիմա գազօջախը և խոհանոցն եմ մաքրում, ամանի սպունգի վրա, գուբկայի վրա լցրել եմ ամանի հեղուկ, լավ մաքրում եմ, որ հանկարծ ձեթի կաթիլներ չմնան, չնայած շատ զգույշ եմ տապակել, որ ձեթը չթռնի, բայց պետք է անպայման մաքրենք, հիմա լավ կմաքրեմ, սև գույնն է, ընդհանրապես ինչ որ գործողություն կատարում ենք, հետքերը թողնում են, պետք է մաքրենք, որ չմնա, այս շորն էլ, որ գնել էր ցույց տվեցի, սիրելիներս լավ մաքրում է, շատ փափուկ, ընտիր մաքրում է և հետքեր չի թողնում, ամենակարևորը, որ ոնց որ ասում ենք մենք լաքյաներ չի թողնում, հետք չի մնում, լավ մաքրում է և փայլացնում է, հիմա այսպես լավ կմաքրեմ, կպլպլացնեմ, նոր արդեն կնստեմ կհանգստանամ մի քիչ, ամբողջ օրը ինչքան էլ անում ես, գործին պրծում չկա, ինձ թվում է բոլորս տներում էլ այդպես է սիրելիներս, բոլորս էլ ինչքան անում են, գործին
վերջ չկա, սկիզբ կա, վերջ չկա։ Մի լավ խոսք կար, մայրիկս միշտ ասում էր գործը կներեք արտահայտությանս համար, էշի պես բան է, անում ես առաջ է գնում։ Իրոք, դժվարը սկսելն է, հենց սկսում ես արդեն կամաց մեկ էլ տեսնում ես հասար ավարտին։ Հիմա տեսախցիկը մոտեցնեմ, որ դուք լավ տեսնեք։ Չնայած մաքուր է, սիրելի հետևորդներ ջան, բայց դե այս ձեթի հետ գործ ունենալը այդպես է, պետք է մաքրես։ Հիմա կասեք տիկին Մարինե, հոնդը չթռավ, չէ, չի թռել, բայց որ մաքրում է մի հատ էլ ձեռքի հետ սրբենք։ Միշտ էլ մաքրում ենք ամեն անգամ, ամեն օր։ Ոնքել պատշգամբում նստած Արևանուշ է, գործ են անում, չեմ էլ իմանում ինչ եմ անում, բայց ձայները գալիս է, լսում եմ, որդուց հետ, թոռանս հետ, ինչ-որ մի բան անում են, գարուն է արդեն, իրենց համար գործ են ստեղծել։ Քել շաբաթ կիրակին էլ հանգիստ չունեն, սիրում եմ, որ շաբաթ կիրակին էլ տան գործերը կատարեն, ես էլ չայնիկը սրբեցի մաքուր, հերթով այսպես սիրելի հետևորդներ մաքրում տեղավորում եմ, սա էլ մեր բրինձև փլավը, այս կողմը վերջացրեցի, հիմա մյուս կողմը արդեն մաքրեմ, կսրբեմ։ Հիմա էլ այս կողմի վրա մաքրեմ, պլպլացնեմ։ Համ մաքրում եմ, համ էլ ուզում եմ ձեզ հետ խոսել։ Սիրելիներս, այնքան ուրախ եմ, որ իմ էջուն ունեմ ձեզ նման բարի բարեկամներ։ Իրոք բոլոր բաժանորդները իմ ալիքում ամենալավն են։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիցդ։ Դուք ինձ ոգեշնչում եք, ուժ եք տալի, որ ես ավելի լավ, գեղեցիկ, համեղ ուտեստներ պատրաստեմ, նկարեմ եւ ձեզ սիրով ցույց տամ։ Ամենալավն ու բարին ձեզ, իմ բարի հետևորդներ, ջան ու ջան։ Այսքանը, սիրելիներս, հիմա մաքրեմ։ Իմ հարգարժան հետևորդներ ջան, մաքրեմ, վերջացնեմ, տեղավորեմ, վերջում նկարեմ, ձեզ ցույց տամ եւ սպասեմ ձեր գնահատականին։ Տեսնեմ ինչ գնահատական եք դնելու տիկին Մարինեին։ Գերազանց գնահատական, թե միջին գնահատական։ Անպայման կսպասեմ եւ սիրով ձեր գրած մեկնաբանությունները կկարդամ։ Անպայման։ Այսպես հերթով մաքրում սրբում եմ, գործ եմ ստեղծել էլի, մաքուր են, բայց ես ինձ գործ եմ ստեղծել, անպայման պետք է մաքրեմ։
Եվ դա ամեն օր եմ անում, ոչ թե միայն այսօր գործը կատարեցի, ճաշը պատրաստեցի, սիրելիներս, գազօջախը այսպես լրիվ մաքրելով դուրս եմ գալիս։ Հիմա նայում եմ, որ հանկարծ աղնուշաքարավազը չշփոթեմ, մեկ անգամ շփոթել եմ։ Աղը դնում եմ գազօջախի մոտ, սկիզբը դնում եմ շաքարավազը, կոֆեի ամանը նոր աղը, որ հանկարծ չշփոթեմ։ Սրանք էլ մաքրեմ, սիրելիներս, արդեն ոտքը սկսում է լավ ցավել, որ թեք է կպել, շատ է ցավում, անընդհատ ցավում է, կարելի ասել ամեն օր ցավազրկող եմ խմում, որ հանգիստ լինի ոտս։ Սրանք էլ մաքրեմ և արդեն անցնեմ են մյուս կողմն էլ կադրից դուրս կմաքրեմ և կհանդիպենք, սուրճ կդնեմ, կնստենք, կոֆե ավելի ճիշտ, կոֆեն կխմենք և կավարտեմ հոլովակը։ Սիրելիներս, մաքրեցի, վերջացրեցի, կարելի ասել քննությունս հանձնել եմ, սպասում եմ ձեր գնահատականին, սիրելի ժյուրի անդամներ, գնահատեք ձեր սիրելի տիկին Մարինեի աշխատանքը։ Իսկ հիմա կոֆեն դրել եմ, գնանք կոֆե խմելու։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ այսքանը, սիրով պատրաստեցի սովորական հասարակ բրինձով փլավ և բադրջանը տապակած, ժարի տարած, սիրով պատրաստեցի մեզ համար, սիրով էլ ցույց տվեցի ձեզ համար, հետո դրել եմ ինձ համար կոֆե, դուք էլ ձերը դրեք, միասին խմենք, մի փոքր զրուցենք, հանգստանանք, նոր արդեն ձեզ ասեմ ցտեսություն, իմ լավ բարեկամներ։ Այ, այս հոգնած ժամանակ, որ հետո կոֆե ես խմում, լավ է։ Ասեմ, որ ես չեմ չարաշահում կոֆեն, սիրելիներս, առավոտյան եմ խմում, մեկ էլ երեկոյան 5-ից հետո, 5:30, 5-ին հավաքվում են, մինչև 5:30 խմում եմ հարսիս որդուս հետ միասին, հետո արդեն ճաշում ենք։ Այսօր թող լինի 3-րդ բաժակը, երկրորդը ձեզ հետ կխմեմ, իմ լավ բարեկամների, հարազատների հետ, սիրելիներս, միասին կխմենք։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթում եմ ձեզ եղեք առողջ և օրհնված։